խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երբ անգամ ընդդիմադիրներին անվանեց ցամբատ, ում էր ասում եւ արդյոք պետք է ներողություն չխնդրի այս հայտարարության համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք է, որովհետեւ անընդհատ, գիտեք ինչ, այդ աստիճանը դահլիճում դուք չեք զգում ինչա կատարում, տեսախցիկներով, վերևից շատ բան է երևում։ Այդ աստիճանը լարվածության անընդհատ բարձրանում է սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ որ դու միտք ես ասում։ Հետո դրանից հետո սկսում են դույով խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են սուտ խոսալ, ակնհայտ սուտ խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են բղավել։ Հետո դրանից հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել։ Այդ լարվածությունը բերում հասցնում է նրան։ Ինձ ամենաշատ տարվող հարցը գիտեք որն է, որ մարդկանց հետ շփվում եմ, ասում են Ալեն ջան, ո՞նց ես դիմանում, ո՞նց է քո ներվերը դիմանում։ Ասենք դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճան է, ձեզ թվում է տենց եկան, սենց կանգնեցին, ասեց մատորը ռեկ, գնաց ու սկսում են իրար վրա գոռալ։ Դա արդարացում չի բնական է, դա արդարացում չի, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար եւ վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք որ կողքիներով նստած իրար կողք նստած մեկը էս ինչն է արել, մեկը այն ինչով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, գալիս ասում են բռնեք դրանց, այդ գալիս է իսկական այդ վարչապետը ճիշտ էր ասում, այստեղն է հասնում։ Հերթով ինքը, հետո դու։ Եթե իրենք ինչպես դուք եք ասում կոռուպցիոն տարբեր դրվագներով անցնում են կամ նախկինում ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել, դա արդյոք նշանակում է, որ իրենք չպետք է բարձրաձայնեն իշխանության կասկածների, կոռուպցիոն ինչ-որ դրվագների հետ կապված կասկածների մասին, եւ դա արդյոք նշանակում է, որ վարչապետը եկեք հերթով էլի այդ հարցը Շոկ ջան, ոչ մեկ չի ասում մի բարձրաձայնեք։ Ոչ մեկ դրա մասին չի ասում։ Այն բանը, որ իրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է։ Այն բանը, որ դուք այդ հարցը ինձ այսօր տալիս եք, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է։ 2010 կարեմ վերջացնեմ։ Նրա որ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը այսօր ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Սա ամենաբարձր աստիճանն է ու դա չի կարող ձեր կողմից մեկնաբանվել, որ իրենք պետք է չբարձրաձայնեն։ Երկրորդ ասպեկտը այն, որ դուք ասում եք պետք է չբարձրաձայնվի, վարչապետը դրան պատասխանեց։ Մի բան է հիմա, ասենք բռնենք ձեր, օրինակ չգիտեմ, ձեր կամ մյուսի լրատվամիջոցով մի հատ բան գրենք եւ գնանք այդ մարդկանց վերցնենք, տանենք գցենք պատվալները եւ իրականացնենք բան, այդ տարբերակը բերելու է նոր Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական ռեժիմի, երբ որ մարդկանց ուղակի տանում գցում են, հա, մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք պատկերացնում, մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք ասել, մենք էլ ենք հայտարարել, որ այդ մարդիկ արել են մեծ քանակով հանցագործություն, դրանք ընտրություն կեղծել է, մարդկանց գնդակարել է, մարդ են սպանել, մարտի 1-ին քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գողություններ, պետական գույքը սեփականաշնորհել են, նվիրել են ուրիշ երկրների, ինչ ասես արել են, բայց եթե մենք այդ ամեն ինչը անենք ուղղակի վարչապետը կամ որևիցե այլ պաշտոնյա ասի սրան տարեք գցեք բանտը, մի տարի հետո մենք դառնալու ենք իրանք։ Դրա համար մեր խնդրումը հաճախ ասում ենք, որ իրավապահ մարմինների մասին, դատարանների մասին չենք խոսում։ Հիմա մենք երկու քարի արանք ենք։ Այսինքն դառնալ դեսպոտ եւ բռնապետ, բավարարելով այսօրեական ժողովրդի պահանջը, որ ասում են տարեք դատեք դրանց։ Բառացի ասում են տարեք դատեք դրանց։ Անունները տալով ասում են հերիք եղավ, ասում են տարեք դրանց գցեք բանը։ Խեր անցալ ընտրությունների մեր Քարոզարշավի հաջողված, որտեղ ընտրությունները հաղթեցինք։ Բանը երկաթե մանդատը։ Խի երկաթե մանդատ, խի այդ չագոճ, ինչի համար, ինչ որտեղից առաջացավ, ինչի, չգիտեմ, գնդակը չէր, չգիտեմ կամ որևիցե այլ բանը չէր, որովհետև ասում են մարդկանց տեղն է հասել։ Ու այդ մարդիկ ինչի ավելի շատ ստեղ է հասնում, որովհետև այդ մարդիկ գառների դեմքը բաները հակնում են, դիմակները հակնում են, գայլ լինելով, գալիս են նստում են ստեղ եւ ասում են Բայց իմացաք, տարան մարդուն 12 ժամ պահեցին, բասա անելու բանա, բայց իրա ձեռը միջև ստեղ արյան մեջ հա, իրա ջեբ են փողը, որով իրանք լրատվամիջոցներ են առնում, ոչ մի լրատվամիջոց նկատի չունեմ կոնկրետ, են փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ, այդ փողերը հոր տնից էին բերել,
հերների տնից էին բերել։ Ես ասում եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել։